Հանրակրթական օբյեկտների շինարարության եւ գույքի ձեռքբերման ֆինանսավորման համար կառավարությունը 2025 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կկատարի 1 միլիարդ 854 միլիոն 791 հազար դրամի չափով, որից 500 միլիոնը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից, զեկուցում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Կառավարության պետական բյուջեով 300 դպրոցի 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման եւ գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 125.4 միլիարդ դրամ։ Ծրագրի շրջանակներում հաստատված ցանկերում ներառված օբյեկտներում շինարարական աշխատանքների մեկնարկման, պատշաճ իրականացման, ինչպես նաեւ ավարտված օբյեկտների գույքով ապահովման նպատակով սույն նախագծով հատկացվում է 1 միլիարդ 761 միլիոն 524 հազար 800 դրամ, որն ուղղվելու է թվով 4 մանկապարտեզների կառուցման հիմնանորոգման աշխատանքների կազմակերպման նպատակին եւ թվով 16 մանկապարտեզների գույքով ապահովման նպատակին։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում կառավարությունը 2025-ի համեմատ 2026-ին ավելի շատ հատկացումներ կտրամադրի։ Այս ծրագրում կառուցման, վերակառուցման, նորոգման եւ գույքով ապահովման ցայսօր աշխատանքներ են տարվել, կառուցման եւ կապիտալ նորոգման աշխատանքներ եւ տարվում են 357 դպրոցներում։ Պետք է նշեմ, որ 26 թվականի բյուջեում այդ նպատակին ուղղված միջոցները ել ավելի են աճել, կազմելով շուրջ 150 միլիարդ դրամ, ինչը 51.2%-ով ավելին է, քան այս տարվա ֆինանսավորումը։ Իսկ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները, պարոն վարչապետ, արդեն իսկ ավարտված են 60 դպրոցում եւ որոնցից 35-ը կառուցված, 25-ը նորոգված եւ պետք է նշեմ, որ ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցներում, որոնցից 153-ը կառուցող, իսկ 105-ը կապիտալ նորոգվող։ Գործադիրի ղեկավարը դժգոհում է հիմնանորոգված դպրոցներին հատկացված նոր գույքերը չեն օգտագործվում։ Մտնում եմ դպրոց, նորակառույց դպրոց, գույքը բոլոր հնարավոր գույքերը դրած է։ Մտնում եմ մարզական դահլիճ, տեսնում եմ թենիս սեղանը դրած է բասկետբոլի վահանակի տակ։ Ասում եմ հարգելին ես խեք ստեղ դրել։ Բա ոնց է, ասենք լավ, հələ հասկացա թենիս կխաղան երեխեք, բա բասկետբոլ ոնց են խաղալու։ Կամ մտնում ենք սպորտային դահլիճ, տեսնում ենք, որ ենթադրենք բաներ կան, տարբեր նաև այդ թվում մեծ գույքեր կան։ Դրածա կենտրոնում, ասենք լավ, մի անգամ գնում ես, տեսնում ես դրածա, ասում ես երևի այդ դասնա, երկրորդ անգամ գնում ես տենում այդ նույն տեղը դրածա, երրորդ անգամ ես գնում տենում ես այդ նույն տեղը դրածա։ Նույն խնդիրը լաբորատորիաներում է, վարչապետն օրինակով է ներկայացնում։ Քիմիայի լաբորատորիային տրամադրված սպիտակ խալաթները չեն օգտագործվում։ Սկզբից տեսնում եմ փաթեթների մեջ դրած, ասում եմ, բա ինչի է փաթեթի մեջ դրած, հետո հաջորդ տեղ դնում եմ, տեսնում եմ հանածա, բայց մեկ այլի փաթեթի մեջ այլի օգտագործված չի։ Վարչապետ Փաշինյանն ընդգծեց դասալսումների կարևորության մասին։ Այսօրվանից սկսած շարունակաբար պատահականության սկզբունքով, չեմ ասում բոլոր տեղերը, բայց պատահականության սկզբունքով հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ։ Մենք պետք է գնանք չնախատեսված մտնենք քիմիայի դասի։ Տեսնենք լաբորատոր գույքը օգտագործվում է թե չէ։ Իհարկե ծրագրով մենք կտեսնենք նաև ինչ է այդ օրը, ինչ դաս է նախատեսված։ Ֆիզկուլտուրայի գույքը պատշաճ օգտագործվում է թե չի օգտագործվում, ֆիզիկայի լաբորատորիան, կենսաբանություն, աշխարհագրություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Անդրադառնալով ուսուցիչների վարձատրման հարցին, Փաշինյանը վստահեցնում է, Հայաստանում ուսուցիչը կարող է ստանալ 700.000 դրամ եւ ավելի վարձատրություն։ Հայաստանում այսօր սեպտեմբերի դրությամբ կա 2118 ուսուցիչ, որը ստանում է 300.000-ից մինչև 400.000 դրամ աշխատավարձ։ 863 ուսուցիչ ստանում է 400.000-ից մինչև 500.000 դրամ աշխատավարձ։ 109 ուսուցիչ ստանում է 500.000-ից ներողություն եմ խնդրում, ոչ թե վարձատրություն։ Ճիշտ բառը վարձատրությունն է, այսօր ինձ նախարարությունից զգուշացրեցին, որ չասեմ աշխատավարձ, ասեմ վարձատրություն։ 2118 ուսուցիչ 300.000-ից մինչև 400.000 դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ 400.000-ից մինչև 500.000 դրամ վարձատրություն, 109 ուսուցիչ 500.000-ից մինչև 600.000 դրամ վարձատրություն,
22 ուսուցիչ 600,000-ից մինչև 700,000 դրամ վարձատրություն եւ 2 ուսուցիչ 700,000 դրամ եւ ավել վարձատրություն։ Փաշինյանը տեղեկացնում է, Հայաստանում նոյեմբերի 8-ից մեկնարկում է ատեստավորման շրջանը, ավելի քան 8000 ուսուցիչ դիմել է մասնակցության համար։ Կառավարությունը որոշում կայացրեց նաև Պաշտպանության նախարարությանն այս տարի լրացուցիչ տրամադրել 4 միլիարդ 370 միլիոն դրամ։ Միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության ապահովման համար։ Հասմիկ Ֆահրեդյան, Արման լուր։